Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, որվա իրադարձությունները նախամարոտ։ Փաշինյանը աշխատանքային այցով Շվեյցարիայի համադաշնությունում է, Դոնալդ Տրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ նա մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Թրիպը նոր հորիզոններ է բացելու ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ Կասպյան ավազանի համար։ ԱՄՆ-Ատլանտյան խորհուրդը վերլուծական հոդված է հրապարակել Թրիփից Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավոր առևտրատնտեսական օգուտների եւ ռուսական ազդեցության լծակների թուլացման մասին։ Միացյալ Նահանգները կարևոր դեր է ունեցել աշխարհում 8 պատերազմների դադարեցման գործում եւ այժմ կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա։ Դավոսում կրկին հայտարարել է Դոնալդ Տրամփը։ Պանելային քննարկմանը նա խոսել է նաեւ Գրենլանդիայի մասին։ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով, հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղարը, արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է $1 միլիարդ անդամավճար վճարել։ Դոնալդ Տրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի որպես հիմնադիր անդամ Հայաստանի մասնակցության անդամավճար, պետական պաշտոնյաների պարգևավճարներ, ներքին ու արտաքին քաղաքական հարցեր, խորհրդանական խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցը։ Պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի։ Օրենքի համապատասխան նախագիծը քննարկվել է կառավարության հերթական նիստում, ինչ այլ որոշումներ է կայացրել գործադիրը։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շվեյցարիայի համադաշնությունում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այն արդեն կայացել է։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է 19 երկրի առաջնորդ, այդ թվում Փաշինյանը եւ Ալիևը։ Շվեյցարիայի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ մի նոր միջազգային նախաձեռնության Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին տարբեր երկրների առաջնորդներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս մասնակցում էր այդ արարողությանը, նույնպես ստորագրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նա ստորագրելու հրավիրվեց Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեի հետ։ Սա կարևոր աշխարհաքաղաքական մի իրադարձություն է, որը համախմբել է տարբեր երկրների ղեկավարներ կառույցի խնդիրներն ընդգծելու եւ կանոնադրությանը պաշտոնապես ստորագրությամբ միանալու նպատակով։ Խաղաղության խորհուրդը նոր միջազգային հարթակ է, որը հայտարարվել է որպես հակամարտությունների լուծման, կայունության եւ ներդաշնակության մոդել, առաջին հերթին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համատեքստում։ Խաղաղության խորհրդի ստեղծման անմիջական առիթը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցումն ու կառավարումն է։ Ըստ տարբեր դիտարկումների խոսքը նմանատիպ միջազգային կառույցի մասին է, որը նախագահ Թրամփը մտադիր է ձևավորել որպես ՄԱԿ-ին փոխարինող կամ առնվազն այլընտրանքային գլոբալ հարթակ։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է դեռ 2025 թվականի սեպտեմբերին որպես Թրամփի լայնածավալ ծրագրի մի մաս, քաջալերելու վերջնական խաղաղություն, կառավարման վերականգնում եւ երկարաժամկետ կայունություն անկայուն տարածաշրջաններում։ Ստորագրման արարողության մեկնարկին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ընդգծեց, որ այս խորհուրդը կարող է լինել նոր մոտեցում համաշխարհային խաղաղության համար, միաժամանակ նշելով, որ որոշ երկրներ արդեն միացել են այս նախաձեռնությանն ու արտահայտել իրենց աջակցությունը։ Ելույթում Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձավ իր միջնորդությամբ հակամարտությունների, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Արձանագրելով, որ աշխարհը այժմ ավելի խաղաղ է դարձել, պետք է նշեմ, որ այս երկրների առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերը։ Խաղաղության խորհուրդը արդեն սկսել է աշխատանքը եւ այն հիանալի կերպով գործում է։ Մենք ունենք մարդկանց հիանալի խումբ եւ անհավանական երիտասարդներ, որոնք այն ղեկավարում են հենց ներսից։ Ստեղծվող խաղաղության այս խորհուրդը գործակցելու է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ Երբ այս խորհուրդը ամբողջությամբ ձևավորված լինի, մենք կարող ենք անել գրեթե ամենը, ինչ ուզենք եւ դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ։ Ես միշտ ասել եմ, որ ՄԱԿ-ը ունի հսկայական ներուժ, որը սակայն չի օգտագործվել։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահից ստացել էր Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու առաջարկ, ինչը գոհունակությամբ է ընդունել, ընդգծելով Հայաստանի դիրքորոշումը խաղաղության առաջմղումը ոչ միայն որպես կարգախոս, այլև որպես պատասխանատվություն միջազգային հարթակում։ Այս քայլը ևս մի լրացում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, որը վերջին շրջանում ներառում է լայնածավալ միջազգային գործակցության եւ տարածաշրջանային խաղաղության խթանում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Դավոսում Թրամփն ու Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Ալիևն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշել, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է։ Ալիևի խոսքով խաղաղություն արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման մեջ։ Նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, նաև Ադրբեջանի միջոցով հացահատիկի մատակարարումը Հայաստան։ Ալիևը նշել է, որ TRIP նախագիծը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերում։ TRIP-ը նոր հորիզոններ է բացելու ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ Կասպիան ավազանի համար։ ԱՄՆ-Ատլանտյան խորհուրդը վերլուծական հոդված է հրապարակել TRIP-ից Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավոր առևտրատնտեսական օգուտների եւ ռուսական ազդեցության լծակների թուլացման մասին։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը եւ դրանով հանդերձ սկիզբ դրվեց TRIP նախագծին, աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում նոր իրողություններ ձևավորվեցին, տնտեսական նոր հնարավորությունների հորիզոն բացելով ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլ շահագրգիռ բոլոր կողմերի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կարող է առևտրատնտեսական առումով կապող հանգույց դառնալ Արևմուտքի եւ Ասիայի միջև։ Այս մասին ասում է ԱՄՆ-Ատլանտյան խորհրդի կայքում տպագրված հոդվածում, որում ներկայացվում է խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու Դանիերի եւ Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ժոզեֆ Էփսթայնի վերլուծությունները։ Ըստ նրանց TRIP-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա աշխարհաքաղաքական եւ տնտեսական հսկայական ազդեցություն կարող է ունենալ, եւ այս նախագծով ԱՄՆ-ն կարող է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անվերջանալի պատերազմները զսպող եւ հարևան երկու երկրների իրական ինքնիշխանությունը ապահովող գործոն։ Այս համաձայնությունը պետք է օգտակար լինի երկու կողմերի համար էլ։ Սպիտակ տունը կարող է վստահեցնել ամերիկացիներին, որ նրանք տնտեսական օգուտներ են ստանում Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունից, որը նոր հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների համար։ Միաժամանակ ԱՄՆ հովանու ներքո խաղաղության բանակցություններ վարելով եւ ընդգծելով ԱՄՆ շահերը TRIP-ում, Փաշինյանն ու Ալիևը պաշտպանեցին համաձայնագրի ամենազգայուն մասը՝ ԱՄՆ-ն զսպող գործոն դարձնելով։ Հոդվածով անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի հարավով անցնող 27 մղոնանոց ցամաքային հատվածի մասին, նշելով, որ այդ տարածքը կարող է եւ պատրաստ է ձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, մասնավորապես հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ ԱՄՆ միջնորդությամբ կառուցված այս միջանցքը, որը խոստանում է լինել Եվրոպայի եւ Ասիայի միջև կենսականորեն կարևոր կապող օղակ, կարող է պատմության մեջ մտնել որպես Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը։ Կենտրոնի աշխատակիցների վերլուծության համաձայն TRIP-ը միաժամանակ հնարավորություն ստեղծեց վերացնելու երկրում ռուսական լծակները եւ ապահովելու իրական խաղաղություն։ Ռուսական ազդեցությունը անվնաս մեղմելու միակ տերությունը այսօր ԱՄՆ-ն է։ Հոդվածի համաձայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը տեղի ունենում այն փուլում, երբ Հայաստանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը հիբրիդային հարձակման շրջանակներում ակտիվանում եւ ակտիվացնում է տեղում իր ուժերին, որպեսզի Փաշինյանի իշխանությունը ավելի խոցելի դառնա ընտրություններից առաջ եւ ի վերջո տապալվի։ 26 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ Փաշինյանը պետք է ցույց տա, որ խաղաղության եւ Արևմուտքի հետ կապեր ստեղծելու իր ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հրապարակված 12 էջանոց փաստաթղթի համաձայն TRIP-ի բիզնես նախագծում Հայաստանը ունենալու է 26% մասնաբաժին, իսկ մնացյալ 74%-ը պատկանելու է ամերիկյան ընկերությանը, որը պատրաստվում է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների կառուցման եւ նախագծի իրականացման համար։ Բացի մասնաբաժնից այս նախագծում Հայաստանի օգուտներ լինելու են նաեւ այն հարկերն ու տուրքերը, որոնք գործում են միջազգային ճանապարհների փոխադրումների դեպքում։ Ինչ վերաբերում է ընդդիմության շահարկումներին, թե Հայաստանն այս նախագծով կորցնում է իր սուվերենությունը, ապա իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս անդրադարձել են դրանց, նշելով, որ այն գործելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավահավասարության, անկախության նորմերի սկզբունքների հիման վրա, եւ որ ամենակարևորն է, փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Միացյալ Նահանգները կարևոր դեր է ունեցել աշխարհում 8 պատերազմների դադարեցման գործում եւ այժմ կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա։ Դավոսում կրկին հայտարարել է Դոնալդ Թրամփը, պանելային քննարկմանը նա խոսել է նաեւ Գրենլանդիայի մասին եւ նշել, որ միայն Միացյալ Նահանգներն է վիճակի ապահովելու կղզու անվտանգությունը։ Մինչեւ Թրամփն անդրադառնում էր գլոբալ մարտահրավերներին եւ Գրենլանդիայի հարցին, հազարավոր մարդիկ բողոքի ցույց էին իրականացնում նրա եւ համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ։
Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին կրկին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր խոսքը սկսել է Եվրոպայի վարած քաղաքականության քննադատությամբ, նշելով, որ մայրցամաքը սխալ ուղղությամբ է շարժվում։ Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է բարգավաճում, բայց այն այժմ դարձել է խնդիրներով լի տարածաշրջան։ Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ։ Թրամփն իր ելույթում մտահոգություն է հայտնել աննախադեպ միգրացիայի, պետական ծախսերի ավելացման ու էներգետիկ մարտահրավերների վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաև գլոբալ հակամարտություններին, պնդելով, որ ինքն ավարտել է 8 պատերազմ եւ այժմ կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա։ Նա նշել է, որ համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ է վարում ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Թրամփը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել, սակայն նա խնդրում է խուսափել դրանից, մատնանշելով հակամարտությունների լուծման զգուշավոր մոտեցումը։ Ես անձամբ բանակցություններ եմ վարում ինչպես Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ, որ Պուտինը եւ Զելենսկին այժմ այն կետում են, երբ կարող են համաձայնության գալ, եւ եթե չգան, հիմար են։ Նախագահը նաև խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի հարցում նախաձեռնությունների մասին, ընդգծելով, որ միայն իր երկիրն է ի վիճակի ապահովելու կղզու անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել առանց ռազմական ուժի կիրառման, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք դիմել նաև դրան։ Դավոսում ընթացող միջոցառմանը զուգահեռ տեղի են ունենում նաև բողոքի բազմահազարանոց ակցիաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության եւ համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոշակի վնաս է հասցվել պետական գույքին, իսկ ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Ֆորումի շրջանակում արդեն կայացել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ճեպազորույցի ժամանակ նշել էր, թե Ռուսաստանը ևս ստացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հրավերը միանալու Խաղաղության խորհրդին։ Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին այս առաջարկի համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կուսումնասիրի փաստաթղթերը եւ խորհրդակցություններ կանցկացնի ռազմավարական գործընկերների հետ, որից հետո միայն կպայմանավորվենք։ Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվներից $1 միլիարդ հատկացնել Խաղաղության խորհրդին։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական միջոցների մի մասը կարող է օգտագործվել նաև մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Պուտինը նշել է, որ Խաղաղության խորհրդի առաջարկը կենտրոնացված է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման, պաղեստինցի ժողովրդի հիմնարար կարիքների եւ Գազայի հատվածում առկա սուր մարդասիրական խնդիրների լուծման վրա։ Մենք միշտ աջակցել եւ շարունակում ենք աջակցել միջազգային կայունության ամրապնդմանը։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նաև անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Գրենլանդիայի միջև ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ դա Ռուսաստանին չի վերաբերվում, ապա պատմական համեմատություն է բերել, հիշեցնելով Ալյասկան Ամերիկայի Միացյալ Նահանգներին վաճառելու 19-րդ դարի փորձը։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանա, կկարողանա ձեռք բերել Գրենլանդիան, ինչպես ժամանակին ձեռք բերեց Ալյասկան։ Եզրափակելով իր ելույթը Պուտինը կրկին խոսել է Խաղաղության խորհրդի մասին, ընդգծելով ցանկացած մասնակցություն պետք է լինի նպատակային եւ դրական ազդեցություն թողնի տարածաշրջանային ու միջազգային կայունության վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ Armenpress-ի հարցմանի պատասխան այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է $1 միլիարդ անդամավճար վճարել։ Բադալյանը մանրամասնել է։ Տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է խորհրդին անդամակցություն ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի մինչև 3 տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է եւ վերաբերելի կազմակերպությանը դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում։ Ավելի վաղ խորհրդանական ճեպազրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն էին հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի որպես հիմնադիր անդամ Հայաստանի մասնակցության անդամավճարը դեռևս քննարկումների կարիք ունի։ Նրանք նշել էին, որ կարող են անդամավճարին փոխարինող այլընտրանքային տարբերակներ լինել։ Խորհրդանական խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցների մանրամասները ներկայացվող տեսանյութում։
Նարեկ Կարապետյանի հերթական պոպուլիստական հայտարարությունը միայն խոսում է այդ նոր ուժի ստվերային կառավարում իրականացնելու անհագ ցանկության մասին, որի իրական նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մոլորեցնելն է։ Այսպես արձագանքեց ազգային ժողովի ՔՓ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դաշինք ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու հայտարարությանը իրենց վարչապետի տեխնացուի վարձատրության եւ առհասարակ վարչապետի ինստիտուտի նկատմամբ ցուցաբերող վերաբերմունքի մասին։ Նրա կարծիքով նման հայտարարությունները միայն ցույց են դնում տվյալ ուժի իրական նպատակները, իսկ նույն խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի կարծիքով 2018 թվականից այս կողմ բոլոր ոլորտներում միջին աշխատավարձը նկատելիորեն բարձրացել է եւ պետական պաշտոնյան, որի կատարած աշխատանքի արդյունքն են նաեւ այդ ձեռքբերումները, նույնպես պետք է բարձր վարձատրվի։ Նա նաև Նարեկ Կարապետյանին հորդորեց հնչեցնել կառավարության աջակցության ծրագրերից իրենց ընտանիքին պատկանող ընկերությունների ստացած աջակցության չափը։ Միգուցե կառավարությունը եւ գուցե նաեւ Տաշիր գրուպը այդ տեղեկություն ունենա, թե արդյոք մեկ դրամ ինքնարժեք ունեցող այդ գործիչի ներկայացրած կազմակերպությունը, օրինակ, որքան հարկային արտոնություններ է խնդրել եւ ստացել կառավարությունից վերջի տարիներին, արդյոք դա 1 դրամ է եղել, թե մի քանի միլիարդ դրամ։ Պետք է հասկանալ, որովհետև եթե չեմ սխալվում, ժամանակ բարբերաբար կառավարության նիստում այդպիսի որոշումներ են կայացվում, միգուցե էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին կարողանա որակյալ արձագանք տա, ամբողջական պատկեր ունենաք։ Հայաստանը շարունակում է բալանսավորված քաղաքականություն վարել եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները չեն կարող տուժել Իրանի հետ հարաբերությունների պատճառով կամ հակառակը, նշեց Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխությունների այս շրջափուլում Հայաստանի դիրքավորմանն ու հնարավոր ռիսկերին։ Սրանից առաջ էլ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ հարթ չէին եւ առկա են նաեւ նմանատիպ այլ ուրեմն դրվագներ Հայաստանը մինչ այս հնարավորինս բալանսավորված քաղաքականություն է վարում դուք գիտեք թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր արդեն իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ դուք գիտեք նաեւ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ մինչ այս պահը մեզ հաջողվել է մեր գործընկերների հետ ուրեմն ունենալ բալանսավորված հարաբերություններ եւ վարել բալանսավորված քաղաքականություն եւ ես հույս ունեմ որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ։ Քաղաքացիական պայմանագիրը երբեք չի ասել, որ ժամանակին նախկին իշխանություններն ամեն ինչ վաճառել կամ հանձնել են ռուսներին։ Ինչ վերաբերում է հետեղափոխական շրջանին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր որոշում, այդ թվում գույք օտարելու կամ վաճառելու հետ կապված իրականացվել է բաց եւ թափանցիկ։ Հնչած հաջորդ հարցին այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտները վաճառվել են ջրի գնով ոչ մի բանի դիմաց։ Մյուս կողմում կարող են լինեն ռուսները, այլ երկրի ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ խնդիրը հիմնականում այն չի թե ումա դրանք վաճառվել խնդիրն այն ա եղել որ օրինակ Ռոբերտ Քոչյանի օրը գույք պարքի դիմաց տրվել են Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Անդրադառնալով այս տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ճեպազորության հանրապետական բանախոս Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը դեռևս չի որոշել, թե ինչ ձևաչափով է հանդես գալու, իսկ մասնակցության նպատակը մեկն է՝ նոր իշխանության ձևավորումը։ Ինչ վերաբերում է մասնակցության ֆորմատին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո, որը ուրբաթ էր տեղի ունեցել անցած շաբաթ, մենք հայտարարել ենք, որ մենք սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որտեղ քննարկումները դեռևս ընթանում են։ Հայաստան դաշինքի падգամավոր Գեգամ Մանուկյանն էլ խուսափեց հստակ պատասխանել ի վերջո իրենց խմբակցությունը հունվարի 27-ին Եռաբլուր այցելելու է, թե ոչ։ Այդպես չի, որ մեկ օր է գալչկա դնելու համար այցելում ես Եռաբլուր եւ վերջ։ Նշենք, որ այս քառօրյային ազգային ժողովը 69 կողմ ձայներով ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը հունվարի 27-ը հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր սահմանելու մասին։ Նախագծի համահեղինակներն էին ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ падգամավոր Գեգամ Նազարյանը։ Ընդդիմությունը դեմ էր քվեարկել այս նախագծին։ Սոցիալական մեդիայում մասնավորապես TikTok-ի նորաստեղծ էջերի միջոցով տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր կառավարությունը քաղաքացիներին բաժանում է գումար։ Կառավարությունից հերքում են այս տեղեկությունը, հորդորելով քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով եւ պահպանել զգոնություն ապա տեղեկատվության տարածման եւ հնարավոր խարդախությունների դեմ։ Պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի։ Օրենքի համապատասխան նախագիծը քննարկվել է կառավարության հերթական նիստում։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, նաեւ համատեղ բնակվող անձը։
Հաշվի առնելով, որ թեև հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում մեկ տարում ավելի քան 3000 նոր ուսուցիչ է համակարգ մուտք գործել, այնուամենայնիվ ուսուցիչների թափուր տեղերը համալրելու գործընթացը դեռևս լուծված համարել չի կարելի։ Հետևաբար առաջիկայում հնարավորություն է տրվելու 30 կրեդիտ ստանալ նաև տվյալ առարկային առնչվող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած այն անձանց, որոնք իրենց ոլորտում անցկացված կամավոր ատեստավորմանը առնվազն 40-ից 79 կրեդիտ են ստացել։ Կառավարություն ներկայացված նախագծով առաջարկվում է նաև, որ բուհերից կրեդիտների մասին հավաստող տեղեկանք է ներկայացնելու նաև 80 եւ ավելի կրեդիտ ունեցող անձը գործընթացի թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու համար։ Մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն նաև կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Մեկ այլ նախագծով էլ քանի որ գործող կարգավորումները չեն նախատեսում հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների գնման գործընթացներին մասնակցելու սահմանափակումներ, առաջարկվում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ ըստ ազդեցության մակարդակների։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, նաև համատեղ բնակվող անձը։ Առաջին մակարդակը հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։ Երկրորդ մակարդակը վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարման հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Երրորդ մակարդակը անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմելով ֆինանսների նախարարին առաջարկեց. Մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Որովհետեւ տեսեք, իրականության մեջ եթե օրինակ առաջի մակարդակի կամ որևէ մակարդակի ստոպ ֆակտոր կոչվածները գոյություն ունեն, ապա դրանք ռեգիստրում այդ անունները պետական ռեգիստրում երևալու են առնվազն ռեզիդենտ իրավաբանական անձանց։ Հիմա փոխգործելիության պարագայում ես կարծում եմ, որ հնարավոր է ձևակերպել շտեմարան, որ ժամանակի կորուս չլինի, էլի։ Ի վերջո հիպոթետիկ եմ ասում, կարող է պատահի որևէ պաշտոնատար անձ նույնիսկ չգիտի, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը մասնակցել է գնումների։ Ենթադրվում է, որ եթե պաշտոնյային փոխկապակցված իրավաբանական անձը մասնակցեց պետական գնումների, երկու տիպի առավելություն կարող է ստանալ։ Առաջին, մասնակցության փուլում, երբ որ որոշում է հաղթողը, բայց ֆինանսների նախարարության կողմից թվային այն գործիքակազմը, որ հիմա նախատեսվում է կիրառել, գործնականում կբացառի կամ շատ կնվազեցնի այդպիսի հնարավորությունը, երկրորդը պայմանագրի կառավարման փուլում։ Եվ պայմանագրի կառավարման փուլում են ի հայտ գալիս հիմնական խնդիրները, ինչ ձևով կարող է դրսևորվել, ուշացնում է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, բայց այդ կազմակերպության նկատմամբ ավելի հանդուրժող են լինում, գիտենալով, որ նա փոխկապակցվածություններ ունի։ Եվ այս կարգավորումը նրա համար, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ այդ եղանակով մասնակցությունը կարող է կազմակերպության համար ապահովել այնպիսի շահույթներ, որոնք որ այլ կերպ այդ կազմակերպությունը չէր ստանա, տուգանքներ կվճարեր եւ այլն, որոնք պայմանագրով նախատեսված են։ Եվ այս կարգավորումն ասում է, որ երբ էլ հայտնի դառնա, որ այդպիսի փոխկապակցվածություն ունեցող կազմակերպությունը մասնակցել է եւ աշխատանք է կատարել կամ ծառայություն է մատուցել,
նա հետո այնպիսի ֆինանսական տուգանքներ կվճարի, որոնք կզրոյացնեն իրականում այն մոտիվացիան, որով ինքը այդ մրցույթին մասնակցել է։ Գործադիրը քննարկեց նաև Հայաստանի միջազգային օդանավակայանների թողունակությունը ընդլայնելուն, ենթակառուցվածքները բարելավելուն, սպասարկման որակը բարձրացնելուն միտված օրենքի նոր նախագիծը, որը հնարավորություն կտա տեղական չվերթներ սպասարկող Կապանիսյունիք օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան։ Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում։ Արձանագրվում է, որ կողմերը, կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն միմյանց նկատմամբ։ Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստեր պլանը եւ այն ներդրումային ծրագիրը, որով պետք է դա իրականացվի, կներկայացվի կառավարության համաձայնեցմանը եւ այդ մաստեր պլանում կներառվեն նաեւ 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները։ Կառավարության մյուս գործընկերները եւս կարևորեցին այս նախագծի ընդունումը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու եւս 3 անձի նկատմամբ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից նշելով ՊՆ Պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Մեկ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Հարությունյանը կալանավորվել էր 25 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր 1 ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն եւ տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից եւս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Շարունակում ենք թողարկումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դավոսում այսօր լավ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Այս պատերազմը պետք է ավարտվի, ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով ավելի ուշ Մոսկվայում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Փակ դռների հետևում մոտ 1 ժամ տևած հանդիպման ավարտին Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Զելենսկին կարճ առանձնազրույց են ունեցել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ ասել են, որ հանդիպումն անցել է լավ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանի 4 անցակետերի, պնդելով, որ դրանք օգտագործվել են Հեզբոլլահի կողմից զենքի մաքսանենգության համար։ Սա հաջորդել է Լիբանանի հարավում ավելի վաղ իրականացված հարձակումներին, որոնց հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Իսրայելը կրկին վարում է համակարգված ագրեսիայի քաղաքականություն, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ասել է Լիբանանի նախագահը։ Իսրայելի հասցրած հարվածներից առնվազն 19 մարդ է վիրավորվել։ Հունաստանում տեղացած ուժեղ անձրևները 2 մարդու կյանք են խլել, նաև Աթենքում եւ Հունաստանի մի շարք այլ շրջաններում տներ ու մասնավոր բիզնես տարածքներ են հեղեղվել։ Աթենքի հրշեջ ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել հեղեղված շենքերից ջուրը դուրս մղելու համար։ Հյուսիսային Էգեյան կղզիներում հայտարարվել է տագնապի բարձր աստիճան։ Մի շարք շրջաններում սպասվում են ուժեղ քամիներ, որոնք կհասնեն Բոֆորտի սանդղակով 10 բալուժ գնության։ Այս քամիները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն ցամաքային նավերի ու ծառերի համար, այլև ստեղծում են փոթորկայնալիք, որոնք կարող են ջուրը ապտանել։ Փոթորիկները նաև առայժմ են բերել Հունաստանի հյուսիսային եւ կենտրոնական շրջանների շատ մասերում։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Կոպենհագենը որևէ բանակցության չի մտնի Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիան ձեռք բերելու հարցով, ընդգծելով, որ Դանիան չի հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից։ Նրա խոսքով Գրենլանդիայի հարցում Դանիայի դիրքորոշումը անփոփոխ է եւ նման սցենարը բացառված է։ Հայտարարությունը հնչել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին նախազգուշացրել էին հարգել իրենց տարածքային ամբողջականությունը, նշելով, որ կղզին Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հերքել է ՆԱՏՕ-ի փլուզման մասին ենթադրությունները, հայտարարելով, որ Եվրոպան ներկայումս ձևավորում է ավելի ուժեղ դաշինք, որտեղ եվրոպական երկրները կստանձնեն ավելի մեծ պատասխանատվություն սեփական անվտանգության համար։ Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ լարվածությանը, Ստուբը հարցը հումորով շրջանցել է որպես հնարավոր լուծման դերակատար նշելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, ինչը ծիծաղ է առաջացրել լսարանում։ Ռյուտեն իր հերթին պաշտպանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Արկտիկայի պաշտպանության ամրապնդման հարցում, դա կապելով տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվության աճի հետ, ընդգծելով, որ խնդիրները պետք է լուծվեն հաշվարկված դիվանագիտության միջոցով։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հունվարին լքել է շուրջ 600,000 բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքապետարանի տվյալներով եզրակացությունը հիմնված է բջջային կապի հաշվարկների վրա։ Քաղաքում գրանցվել է 600,000-ով պակաս ակտիվ հեռախոս։ Կլիչկոն զգուշացրել է, որ Կիևը մոտենում է մարդասիրական աղետի, նշելով, որ շուրջ 4,000 բազմաբնակարան շենք շարունակում է մնալ առանց ջեռուցման։ Նա բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Այսքանը ցտեսություն։